Այստեղ հասարակության մեջ մի հատ բան են տարածում նաև որոշ շրջանակներ, ասում են վայ, հենց բացվեց Թուրքիայի հետ սահմանը, թուրքական լոլիկը, թուրքական վարունգը, թուրքական, չգիտեմ, ձմերուկը գալու է մեր շուկան գրավի, ծիրանը չենք կարողանալու արտահանենք, Արմագեդոնա սպասվում, մի քանի օր առաջ էլի ընդդիմադիր գործիչներից մեկը նման շատ երկար ծավալուն, ընդ որում տենց տնտեսագետ էր ինքը, դասախոս, կարծեմ դոցենտ, պրոֆեսոր, նման տեսակետ էր արտահայտում եւ ասում էր, որ Թուրքիայի հետ սահմանի բացելը ուղղակիորեն հավասար է Հայաստանի Հանրապետության տնտեսության կործանմանը եւ ես նաեւ կարծում եմ պարոն Թորոսյանի հարցը այս թեզին էր ուղղված Եվ խնդրում եմ այստեղ որոշակի արձագանք ունենանք, որովհետև մեր տարբեր գործիչներ, շրջանակներ, հիմնականում ընդդիմադիր, փորձում են այն քայլը, որը որ պետք է առաջին հերթին Հայաստանի Հանրապետությանը ներկայացնել դեմ Հայաստանի Հանրապետության պետական շահերին, Ինչ որ Հայաստանը ներմուծում է եւ կողքինները արտահանում են, դրանք իրար շատ նման են։ Այսինքն ինչա ստացվում։ Ստացվում է, որ երբ որ սահմանները բացվեն, մենք կարողանանք բազմաթիվ ապրանքներ, որոնք որ հիմա մենք ներմուծում ենք, կողքինները արտահանում են, իրանցից ներմուծենք, հետեւաբար մեր ներմուծման գինը կեժանանա, հետեւաբար Հայաստանում այդ ապրանքների ինքնարժեքը կիջնի եւ այն որ մենք արտահանում ենք, իրանց արտահանումները չեն խաչվում կամ խաչվում են, բայց շատ ցածր է ինդեքսը, 0.25 է ինդեքսը։ Հետեւաբար մեզ այդ առումով էական վնասներ չի լինի։ Իհարկե կա այնտեղ փոքրիկ բացառություններ, բայց այդ փոքրիկ բացառությունները այս եւ բազմաթիվ մեր օրենսդրությունը, ԵԱՏՄ օրենսդրությունը մեզ լիովլի հնարավորություններ է տալիս տարբեր տեսակի աջակցության մեխանիզմներով կամ այլ գործիքներով, որոնց մասին չեմ ուզում խոսել, այդ խնդիրը լուծել։ Հետեւաբար ես կարծում եմ, որ բոլոր այդ մարդկանց ուղղակի խորհուրդ եմ տալիս վերցնել այդ հոդվածը կարդալ, եթե ունեն հակապաստակ, կարող մի հատ էլ այդպիսի հոդված փորձեն իրեն գրեն այդ ամսագրում։ Այսինքն մենք պետք է արձանագրենք, որ Թուրքիայի հետ կամ ընդհանրապես բոլոր երկրների հետ սահմանի բացումը չի իրենից ներկայացնում այնպիսի ռիսկ, որ մեր տնտեսությունը, մասնավորապես գյուղատնտեսությունը կարող է տուժել։ Մեր երկրի համար ռիսկ է ներկայացնում եւ ներկայացրել ու վերջացրել է արդեն փակ սահմանները, որովհետեւ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ սահմանները փակել են, որպեսզի Հայաստանի տնտեսապես չեզոքացնեն, որպեսզի կարողանան իրենց խնդիրները լուծել հեշտությամբ։ Իրենք իրենց խնդիրները լուծել են եւ եթե մենք ուզում ենք շարունակենք նույն ձևով ու վերջնականապես կործանենք մեր պետությունը, ես դա թույլ չեմ տա եւ իմ բոլոր գործիքակազմներով կհասնեմ նրան, որ մենք հայ-թուրքական սահմանը բացվի ու այս պետությունը զարգանա, որովհետեւ այն ինչ որ արվել է այդ քաղաքականությունը, բերել է այս վիճակին, արգելի գործընկերներ։ Եվ քանի որ էկոնոմիկայի նախարարը դա թույլ չի տա, հաջորդ հարցը Տիկին Խաման համեցեք։